Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Ազգային ժողովը 3 երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի համապատասխան նախագիծը, համաձայն որի նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանել 18 ամիս։ Օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Խնդրում եմ պարոն Խաչատրյան, որպես Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ ներկայացրեք այս նախագիծը ինչ ազդեցություն կունենա հասարակության վրա։ Հասարակությունը սպասում էր նման նախագծին։ Այո, հասարակությունը պետք է սպասեր, որովհետև 5-ամյա կառավարության ծրագրի մեջ, 21-26 թվականի կառավարության ծրագրի մեջ պաշտպանության ոլորտին առնչվող բարեփոխումների ծրագրում նշված էր, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը պետք է կրճատել։ Բայց պետք է ասեմ, սա այն նախագիծն է, որը ամբողջական բարեփոխումների արդյունավետությունը ցույց տվող ինդիկատոր նախագիծն է։ Առանց այն բարեփոխումների, որը որ վերջին 4 տարում իրականացվել է, եւ առանց այդ բարեփոխումների հաջող արդյունքների, մենք այս բարեփոխումը չէինք կարող անել, այսինքն այն ինչը որ արվել է այս 4 տարվա մեջ, այդ բոլորը հնարավորություն տվեցին այդ բոլորի արդյունավետության պայմաններում միայն կարելի էր սա անել։ Եվ ուրախությամբ պետք է հայտնեմ, որ դա հաջողվեց կառավարությանը եւ մեզ անել 18 ամիս սահմանել 24 ամսվա փոխարեն։ Ինչ արդյունք կտա սա։ Նախ մենք բանակը տանում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ, ինչի լավ արդյունքները արդեն ունենք։ Մենք ունենք հազարավոր արդեն պրոֆեսիոնալ զինծառայողներ եւ նրանց թիվը օրից օր ավելանում է եւ մի քանի տարի հետո մենք արդեն լրջագույնս կարող ենք խոսել արդեն ձեռք բերված հաջողությունների մասին այս ուղղությամբ։ Ինչ է տալիս հասարակությունը, տեսեք, երիտասարդի կյանքից 24 ամիս պետությունը վերցնում է պարտադիր զինվորական ծառայության համար։ Հիմա 6-ը հետ ենք տալիս 6 ամիսը, այսինքն երիտասարդը 6 ամիս ավելի վաղ ինտեգրվում է աշխատաշուկայում, 6 ամիս ավելի վաղ ուսումնառության process-ում է ինտեգրվում, 6 ամիս ավելի քիչ ուսումնական ընդհատում է տեղի ունենում եւ սա իհարկե մեծ ազդեցություն է ունենալու բոլոր բնագավառների վրա։ Նախագիծը շատ դրական է, թեև ընդդիմությունը բազմաթիվ պատճառաբանություններ բերեց, համաձայն որոնց իրենք ձեռնպահ են քվեարկել, որքանով հիշում եմ այս նախագծին կամ դեմ, այնուամենայնիվ որևէ բացասական հետևանք ես չեմ տեսնում, որ այս նախագիծը կարող է ունենալ եւ մեր զինված ուժերի պաշտպանունակության եւ ընդհանրապես հանրային այլ ոլորտների վրա։ Պարոն Խաչատրյան, հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը 12 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու նպատակով։ Ընդդիմադիր ձեր գործընկերները շտապեցին սա մեկնաբանել որպես դրսից տղա բերելու ակտ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն է դիմել նման աջակցություն ստանալու համար եւ ասացին, որ Եվրոպական միության կողմից տրամադրվելիք գումարները իրականում ծախսվելու են ընդդիմադիր գործիչներին սևացնելու, նրանց փնովելու, նրանց գործունեությունը հասարակության աչքում վատ գույներով ներկայացնելու համար։ Պարոն Խաչատրյան, կխնդրեմ ձեր տեսակետը, Հայաստանը արդյոք հիբրիդային սպառնալիքների ներքո է եւ ձեր ընդդիմադիր գործընկերների այս մեկնաբանությունները ինչպես կգնահատեք։ Հիբրիդային պատերազմը դա նշանակում է, որ բացի զինված ուժերի կիրառումից երկրի դեմ կիրառվում են բոլոր այլ միջոցները, բացի զինված ուժերի եւ ռազմական գործողություններից։ Հիբրիդային պատերազմ սա է նշանակում եւ հիբրիդային պատերազմի առանցքային մասը կազմում է տեղեկատվական պատերազմը եւ այո, այսօր Հայաստանի դեմ մղվում է շատ ուժեղ, ինտենսիվ տեղեկատվական պատերազմ եւ դա իրականացվում է հենց այդ ընդդիմադիրների միջոցով։ Հենց իրենք են, այդ որ ասում են դրսից տղա եք բերում, հենց իրենք են կառավարվում դրսից եւ բոլոր սցենարներն ու պլանները նախատեսվում են, նախագծվում են դրսերում, հենց դրսերի հատուկ ծառայություններում եւ սա շատ պարզ է եւ սրանում մենք մի անգամ չէ որ համոզվել ենք Հետևաբար այդ թեզը, որ դրսից տղա ենք բերում, չգիտեմ ինչ, ուղղակի զավեշտ է։
Ինչ վերաբերում է Եվրամիության կողմից տրամադրվելի օգնությանը, որովհետև իհարկե Եվրամիությունը այդ ուսումնասիրությունը կատարել է, թե Հայաստանի դեմ ինչպիսի հիբրիդային մարտահրավերներ կան եւ ըստ այդմ Եվրամիությունը փորձել է օգնել Հայաստանին, դրա դեմ պայքարը նաեւ հազարումի ծրագրատեխնիկական լուծումներ են պահանջում, ինֆորմացիոն դաշտում շատ ու շատ լուծումներ, որոնք իհարկե ծախսատար են եւ շատ լավ է, որ Եվրամիությունը այս առումով մեզ օգնել է, որովհետև հիբրիդային պատերազմը կարող է հանգեցնել աղետների տվյալ երկրում, կարող է ապակողմնորոշվել մի ամբողջ ժողովրդի կամ նրա զգալի մասին եւ ի վերջո այդ ընտրությունների արդյունքները աղավաղվեն եւ երկիրը ընդհանրապես 170 աշճան այլ ուղղությամբ ընթանա, որը որ կործանարար ուղղություն է։ Մենք սա տեսել ենք տարբեր երկրներում, հիմա չեմ ուզում թվարկել այդ երկրները որտեղ կան եւ այսօր շարունակվում են, բայց հաստատ մենք թույլ չենք տալու որպեսզի մեր ժողովուրդը ապակողմնորոշվի, բայց ասում եմ, պայքարը հիբրիդային հատկապես տեղեկատվական շատ ուժեղ է ընթանում, մեծ գումարներ են ներդրվում, Եվրամիության տված է 15 միլիոն է, թե 12 միլիոն եվրոն, մեր ընդդիմադիրները գուցեև ծախսում են 2-3 ամսվա մեջ են այդքան փող ծախսում հիբրիդային պատերազմին, Հայաստանի դեմ մղվող պատերազմի գումարները ինձ թվում է տասնյակներով ավելի շատ են, քան այդ 12 միլիոն եվրոն, որը տրամադրվելու է կառավարության։ Ձեզ համար տեսանելի է, նշмарելի են այն շահագրգիռ սուբյեկտները, որոնք մղում են Հայաստանի դեմ այդ հիբրիդային պատերազմը։ Դրանք ասացիք, որ որպես սուբյեկտ ընդդիմությունն է, իսկ արտաքին շահագրգիռ ուժեր, կենտրոններ գուցե կան։ Իհարկե կան եւ սինխրոն աշխատանք է տարվում արտաքին եւ ներքին։ Արտաքինը չի կարող Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղել, տեղեկատվական պատերազմ, եթե չունի որոշակի շահեր այստեղ եւ եթե չունի համապատասխան մարդկային ռեսուրսներ եւ գործիքակազմ։ Եվ ցավոք սրտի մարդկային ռեսուրսների մի զգալի մասը հենց ընդդիմության դաշտում է եւ բոլորին չեմ ասում, բայց ընդդիմության դաշտում են հենց դրսի ուժերի մարդկային ռեսուրսները, դրսի ուժերը, դրսից որևէ մեկը չի գալի այլ երկրի քաղաքացի եւ այստեղ ինչ որ սկսի ապատեղեկատվություն տարածել։ Դա անում են հենց այստեղի ուժերը։ Այստեղից լրատվական միջոցները, մենք լրատվական միջոցներ ունենք, որ առաջնային իրենց խնդիրը ապատեղեկատվություն տարածել։ Մի քանի բան նորմալ տեղեկատվություն են տարածում, հետո իրենց պետք է եղած ապատեղեկատվությունը, կեղծ տեղեկատվությունը ամբողջությամբ տարածում։ Լրատվամիջոցների, լրագրողների, սա համակարգված աշխատանք է, շատ երկրներում հաջողության են հասել, ես ձեւ ասեմ, ապատեղեկատվական կենտրոնները, բայց այդ ամենը հաշվի առնելով մենք փորձելու ենք համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մենք զերծ պահենք մեր ժողովրդին ապատեղեկատվությունից։ Պարոն Խաչատրյան, հիբրիդային պատերազմի մղման ձևերից մեկը արդյոք կարող է լինել, օրինակ, որոշակի քաղաքական ուժերի ձևավորումը եւ դրանց ընտրապայքարի մեջ մտցնելը։ Իհարկե, այո, իհարկե։ Մենք 26 թվականին ունենք ազգային ժողովի ընտրություններ եւ պայքարի ամբողջ նպատակը 26 թվականի ընտրություններում ձևավորել այնպիսի քաղաքական ուժեր, որոնց կառավարում են, որոնք կառավարելի են դրսի ուժերի համար, որոնք կառավարելի են։ Տեսեք, օրինակ կբերեմ այսօր մեր ձևով շարժում։ Մեր ձևով շարժման առաջնորդների ամբողջ բիզնես կապիտալը, միլիարդավոր դոլարների կապիտալը գտնվում է այլ երկրում, չէ՞։ Այսինքն այդ կապիտալը դա պատանդ է եւ այդ մարդիկ որևէ կերպ չեն կարող ազատություն ունենալ եւ շարժվել Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերով։ Այդ մարդիկ կառավարվում են դրսից, նրանց տերերը դրսում են, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի։ Եվ հետեւաբար սա հիբրիդային պատերազմի ամենացայտուն օրինակներից մեկն է։ Եվ պետք է ցավով ասեմ, որ այո, մեր հայրենակիցներից շատերն էլ նյութական շահագրգռվածությունից ելնելով կամ այլ շահագրգռվածությունից ելնելով օգնում են այդ ուժերին, անդամագրվում են, բայց մի պարզ բան չհասկանալով, որ այդ ուժերը դա Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը չեն։ Դա դրսից կառավարվող քաղաքական ուժեր են, որտեղ այդ մարդկանց կապիտալը դրսում է եւ հանկարծ ինչ որ մի պլանի, ինչ որ մի կետի չկատարման դեպքում այդ մարդիկ վտանգի տակ են դնում իրենց միլիարդավոր դոլարների ունեցվածքը այլ երկրում
եւ էլ չասեմ, ես կյանքը եւ առողջությունը հետ։ Ըստ ձեզ նրանք կհաջողեն, պարոն Խաչատրյան, հաշվի առնելով թե ֆինանսական ինչպիսի ահռելի հոսքեր են ներարկում իրենց քաղաքական նպատակներն իրականություն դարձնելու համար։ Իհարկե չեն հաջողի, որտեղ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս վերջին 5-6 տարում, 7 տարում բավականին հասունացել է քաղաքականապես։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դառը փորձը ունի, երբ 5000 դրամի դիմաց ձայն է տվել որոշ քաղաքական ուժերի, գործիչների եւ այդ 5000 դրամով ամբողջ մի սերունդի ապագա ենք կորցրել, մի ամբողջ պետության անիվ տասնյակ տարիներով հետ ենք գցել եւ այդ փորձը դառը փորձը մենք ունենք եւ կարծում եմ, որ ժողովուրդը հավաքական առումով շատ իմաստուն է եւ ճիշտ որոշում է կայացնելու, այս անգամ կարծում եմ, որ վերջնականապես մերժելու է այն իրավիճակները, երբ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ ինչ-որ երկրի կառավարելի ֆորտպոստ եւ կարծում եմ, որ 26 թվականի խորհրդարանական ընտրություններում այս թեման փակվելու է։ Պարոն Խաչատրյան, գանք եկեղեցու շուրջ արդեն ամիսներ տևող ճգնաժամին, ձեր դիտարկմամբ այս ճգնաժամը ինչպես է հանգուցալուծվելու, ինչ ժամկետում է հանգուցալուծվելու եւ հիբրիդային պատերազմի համատեքստում արդյոք եկեղեցին նույնպես հիբրիդային գործիք որպես գործադրվում է Հայաստանի պետականության, Հայաստանի գործող իշխանության դեմ ձեր դիտարկմամբ։ Այո։ Եվ իշխանության անհանդուրժողականությունը, որպեսզի այս իրավիճակը շարունակվի, հենց պայմանավորված է նաև այդ հանգամանքներով, որ այսօր եկեղեցին օգտագործվում է Հայաստանի Հանրապետության դեմ, հայկական պետականության դեմ։ Սա ուղղակի աղետ է եւ սա ուղղակի շատ դժվար է պատկերացնել, բայց ցավոք սրտի այդպես է, եկեղեցին ամբողջությամբ ներգրաված է քաղաքական վայրիվերումների խաղերի մեջ, եկեղեցին կոպիտ ասած դարձրել են քաղաքական ուժ եւ ոչ թե եկեղեցի հայ առաքելական Սուրբ եկեղեցու առջև դրված խնդիրների կատարման կազմակերպություն եւ սա բնականաբար անընդունելի է պետության համար, պետությունը պետք է արձագանքի, չի կարող այսպես շարունակվել։ Այո, այսօր եկեղեցին մենք տեղեկատվություն ունենք, եկեղեցի ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու հոգևորականներ բարձրաստիճան եւ ամենագլխավոր բարձրաստիճան պաշտոնյան Կտրիչ Ներսիսյանը, տեղեկատվություններ կան բազմաթիվ, որոնք ցույց են տալիս, որ իրենք պայքարում են ժողովրդավարական մեր այս կարգերի դեմ, որոշակի ուժերի ազդեցության տակ են, դրսի ուժերի ազդեցության տակ են, ինչը չի կարելի հանդուրժել։ Այսքանը կարող եմ ասել, ինչպես են պատկերացնում, հանգուցալուծումը պետք է լինի, վարչապետը արդեն հանգուցալուծման ուղղությունները տվեց, որ պետք է համապատասխան ժողով, եկեղեցական ժողով հրավիրվի եւ այդ ժողովը պետք է տեղապահ նշանակի, որից հետո կանոնադրությունը պետք է մշակվի։ Եկեղեցու կանոնադրությունը այնպես է կազմվել, այնպիսի վիճակում են թողել, որ որևէ շարժ հնարավոր չէ անել, ինչը ամրապնդել է կաթողիկոսի դիրքերը, ես կասեի Կտրիչ Ներսիսյանի ապօրինի իշխանությունն է ամրապնդել, բայց 14 թվականին, եթե չեմ սխալվում, կանոնադրության մեջ, երբ որ կանոնադրությունը եկեղեցու հաստատվել է Արդարության նախարարությունում, 11 կա 11 թվականին, այո կներեք, կետ կա, որտեղ նշում է, որ շատ մոտ ապագայում պետք է կանոնադրությունը մշակվի եւ հաստատվի։ Կանոնադրությունը պետք է փոփոխվի։ Եթե 11 թվականն արդեն 14 տարի անցել է եւ որևէ բան չի փոփոխվել, որտեղ իհարկե դա ձեռնտու չէ։ Եվ այդ կանոնադրությունը պետք է մշակվի, համապատասխան այդ կանոնադրության եկեղեցու գործունեությունը պետք է համապատասխանեցվի ամբողջությամբ եկեղեցական կանոնադրության։ Պետության ցանկությունը սա է։ Եկեղեցին պետք է առաջնորդվի հենց իր կանոնադրությամբ եւ եկեղեցին պետք է կատարվի այն գործառույթները, որի համար ինքը հենց ստեղծվել է, որի համար ինքը գոյություն ունի։ Այլ բան մենք չենք ուզում։ Ով կլինի կաթողիկոս, ինչ կլինի, դա արդեն կորոշի հենց եկեղեցականները կանոնադրության համաձայն։ Խաչատրյան, այս համատեքստում եւս մի հարց։ Գարեգին ինչու է հապաղում հեռանալ։
կաշկանդված է ինչ-որ հարցերով, գուցե շատ բարձր մի տեղից նրան հորդորում են տեղի չտալ, շարունակել գահակալումը, գուցե սպասում են, որ հավատավոր հոտը մի օր լցվի մայրաթոռի բակ եւ պահանջի նրա հրաժարականը եւ հոտի կոչով հորդորով հեռանա։ Ձեզ համար պարզաբանել եք պատճառները, նրա հավատալը։ Ինձ թվում է ձեր նշած պատճառների համակցությամբ բոլոր պատճառներն կան եւ գոյություն ունեն եւ դրսի արգելքը կլինի որոշակի այն ուժերը, որոնք որ կառավարում են մեր եկեղեցու այսօրվա բարձրաստիճան պաշտոնյային կամ պաշտոնյաներին եւ նրանց կողմից իհարկե այդ արգելքը կլինի եւ դա մեծ իշխանություն է, որը թողնելը բնականաբար զուտ մարդկային առումով դժվար է, դա մեծ ֆինանսական միջոցներ են, դա լուրջ նաեւ հարստություն է եւ իհարկե դրանից բաժանվելը շատ դժվար է։ Ինչ վերաբերում է հավատավոր հոտին, ապա տեսեք այսօր մեր հանրության մեջ շատ ու շատ դաժան դեպքերի ենք ականատես լինում եւ ինքներս զարմանում ենք ոնց կարող է այդպիսի դեպքեր ոնց կարող է հայ ասենք սպանել իր որդուն կամ մի ամբողջ ընտանիք վերացնել, մորթազերծ անեն եւ այլ եւ այլ։ Եվ ես տեսնում եմ, որ հավատավոր հոտի մասին որ խոսում ենք, նաեւ այստեղ կա եկեղեցու մեղքը։ Եկեղեցու մեղքը, որովհետեւ այդ հոգեվոր սնունդը, հոգեվոր արժեքներին ուսուցանելը, մատուցելը հենց հավատավոր հոտին շատ թերի է կատարվել, եթե չասեմ առանձին հոգեվորականների կողմից, այո, շատ լավ իրականացվել, բայց եկեղեցու խնդիրը դա չի եղել։ Դրա համար մենք այսօր ունենք աղանդավորների շեշտակի աճ, մենք ունենք հավատքի պակաս, մենք ունենք հանրության մեջ դաժանություններ եւ եկեղեցու դաստիարակչական դերը, որը որ շատ մեծ է եւ շատ կարեւոր է, մենք տասնյակ տարիներ բաց ենք թողել։ Թերևս վերջին հարցը, պարոն Խաչատրյան, կուզենամ նաև ամփոփեք 2025 թվականը, ինչպիսի քաղաքական տարի էր այն, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, մարտահրավերների հաղթահարման, գուցե չհաղթահարման առումով նույնպես։ Քաղաքական տարին բավականին ակտիվ էր, բավականին ծանրաբեռնված, բայց պետք է ի ուրախություն բոլորիս ասեմ, որ շատ լուրջ ձեռքբերումներ ունեցանք 25 թվականին եւ իհարկե առաջին ձեռքբերումը մասին, որ պետք է խոսեմ, դա խաղաղության պայմանագրի նախաստորագրումն էր, որը ամենամեծ ձեռքբերումն է քաղաքական եւ իհարկե մենք ունենք նաեւ տնտեսական լուրջ ձեռքբերումներ, մենք ունենք ռազմական ձեռքբերումներ, մենք ունենք արդյունաբերական ձեռքբերումներ, մենք ունենք շատ քաղաքաշինական ձեռքբերումներ, բոլոր ուղղություններով լրջագույն ձեռքբերումներ ունենք, իհարկե, բայց ամենակարևորը, որից բխում են բոլոր մյուս ձեռքբերումները, դա խաղաղության ձեռքբերումն է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։